كانت كنيسة القديس استيفانوس في كرادوران مشهورة، وقد بنيت عام 98 وألف، وقد وضع جرن العمادة في 13 من شباط عام 15 و900 وألف. Այդտեղ ունենք նաև մենք Սուրբ Ստեփանոս եկեղեցին կամ մադուրը ասենք։ Անոր բացությունը շատ ավելի հին է։ Չեմ չափազանցեր, եթե ասեմ 500 տարվա բացություն ունի անիգա, եւ այն թաղը, ուր այդ եկեղեցին գա, այդտեղ ժամանակին 30 կամ 40 ընտանիքներու բնակարանային վայր էր։ Բայց 1947 թվականին ներքախտին, երբ այդտեղ բնակող ընտանիքները գքախտեն եւ գմեկնին Հայաստան, այսօր Սուրբ Ստեփանոս եկեղեցի կամ մադուրը գմնա առանցին ձովուն դիմաց եւ ավասիկ իր թռները գփանա միայն ըսպոսա շրջիկներու դիմաց եւ կամ այն ուխտավորներուն դիմաց, որոնք հadouk կերպով գուզեն երթալ այդտեղ եւ իրենց ուխտը գադարել Սուրբ Ստեփանոս մադուրին կամ եկեղեցու մեջ։ وكانت تقام القداديس في الكنيسة كل يوم أحد حتى عام 47 و900 وألف. Դակավին ավելի վար թեպի ձով ունեցած ենք ժամանակին Սուրբ Սարգիս կոչված եկեղեցին, որ այսօր թշպախտաբար հազիվ թե 1-2 քարը կարելի է տեսնել այդտեղ, ինչ որ այդ քարերը արդեն մեզի կբատմեն Սուրբ Սարգիս եկեղեցվո անցյալի մասին, մեզի կբատմեն ամեն մեկ քարը բատմության մասին, որ այսօր մենք ցավոք սրտի չենք գիտեր եւ կամ ենթադրություններով վրա կրնանք հիմնվել եւ կամ եթե մինչև օրս դարեց մարդիկ կան, որոնց հիշողության մեջ կամ երևակայության մեջ մնացած է այդ Սուրբ Սարգիսի բատկերը եւ կամ զանազան տեսակի հիշադակներ գրնան մեզի խոսիլ այդ մասին։ وفي عام 48 و900 وألف تم ترميمها من قبل جمعية الثقافة والوطن المؤلفة من أرمن فرنسيين. Ուսումնասիրության մեջ երբեմն մորցված է քեսապը, որպես հայկական քրիստոնեական շրջան, իսկ երբեմն ալ հնակույն քրություններու մեջ, երբ կհիշվի Արամոն, երբ կհիշվի Ջեսրել Շուղուրը, երբ կհիշվի Կնեյեն, կհիշվի նաև քեսապ, որպես հին հայկական քրիստոնեական շրջան։ توجد في الكنيسة مائدة مقدسة واحدة.